Ում փոխնախարար, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք կարիքից դրդված օրենք չեն ընդունում։ Դες բան չասեցիք։ Հա, օրենքը ընդունում են հենց կարիքից դրդված, եւ կարիքը, որը դրդել է այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, հենց այն է, որը մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ, ցեղասպանության հետևանքների նսեմացման ուղղված հստակ գործողություններ եւ արտահայտություններ։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր։ Ինչի Նիկոլ Փաշինյանը դա ասեց։ Դե ինչ են կորցրել, որ բա իմաստուն է արդյոք դրա համար Թուրքիի հետ հարաբերությունները փչացնելը։ Մեր Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին։ Հիմա դե ցեղասպանությունը դարձավ օրակարգային, երբ Թուրքիան դարավ ՆԱՏՕ-ի կազմում։ Դե հիմա սովետական միություն չկա, մենք էլ Թուրքիա սովետական միության ժառանգը չենք, Ռուսաստանի հետ տամ ենք բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականություն, ամեն ինչ փոխվել է, բա մեզ պետք է ցեղասպանությունը հիշատակել։ Սա է էությունը ձեր քաղաքականության եւ Տիկին Ղազարյան, այդ քաղաքականությունը կանխելու համար ենք մենք այդ որ օրենքը սերդական փոփոխությունը առաջարկում։ Դուք ասում եք, չէ, այդպես բան չի եղել, բա ինչը կանխենք։ Շատ հաճախ չի եղել, որովհետև կանխվել է այդպես, չէ, պարոն փոխնախարար։ Այդպես է, պարոն փոխնախարար։ Հիմա Փերինչեկի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, բացահայտվել է, դա լրիվ այլ кейս է, այստեղ խոսքը գնում էր արդյոք սուտ կոչելը կարող էր առաջացնել դժգոհություն, անհնազանդություն ու հանրային կարգի խախտում, թե չէ։ Դա էր սա խոսքը, եւ հիմնավորումներից մեկը նա է, որ Շվեյցարիայում է ասվել եւ այլն։ Բայց ես շատ զարմանում եմ, որ դուք օրինակ, պարոն փոխնախարար, մեջ չեք բերում եւ քաղաքացիական պայմանագիր եւ հատկապես Տիկին համազեկուցող հաշվի չեք առել, օրինակ Եվրոպական միության խորհրդի ուրեմն 2008 թվականի փետրվարի 26-ի շրջանակային որոշումը ուղղված ռասիզմի, օտարատաչության, քրեական ուրեմն օրենքի միջոցով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի մասին, որտեղ հստակ նշվում է, որ պետությունները կարող են քրեական օրենքի իրավունքի միջոցով պատժել նման արտահայտություններ, եթե նրանք ոչ միայն հանրային անդորը կամ հասարակական կարգը խաթարելու նպատակ են հետապնդում, այլ նաև սպառնալիք են, abuse չարաշահում են ինչ-որ մի բան եւ վիրավորական են։ Խնդրեմ, հոդված առաջին, երկրորդ կետի, երկրորդ պարբերությունը։ Հստակ է, որ նման արտահայտությունները վիրավորական են առնվազն։ Եվ ահա այդ վիրավորական արտահայտությունները կանխելու, ես նախադասություն, այդ կանխելուն են միտված այս օրենսդրական փոփոխությունները։ Շնորհակալություն։ Լովինար Վարդանյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես ինձ մի պահ փորձում էի ուղղակի դուրս բերել